Համբարձումյան, ես վստահ եմ, որ դուք գիտեք, թե ով է վարչապետի թեկնածուն, բայց ես չեմ զլանա եւս մեկ անգամ մեծ սիրով կասեմ, որ մեր վարչապետի թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է, Մասիս խոշորացված համայնքի ժողովրդ նստածներից կեսդ ինտերվյու եք տվել դրա մասին, հիմա զարմանքները մի արեք։ Իմիջայլոց Դավիթ Համբարձումյանը, Տիկին Դավոյան, ղեկավարում է Մասիս խոշորացված համայնքը, որը եթե ես ճիշտ գիտեմ, ամենաշատ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հյուրընկալած եւ կազմակերպած այդ գործընթացը համայնքն է կամ համայնքներից մեկն է։ Ես երկար կարող եմ խոսել պարոն Համբարձումյանի մասին, բայց դրա համար այլ վայր եւ այլ առիթներ դեռ շատ կլինեն։ Ինչը վերաբերվում է ձեր պատասխանին, որ ես շահարկում եմ ինչ-որ բաներ, քավլիցի, տիպիկ ձեր քարոզչամեքենայի մոտեցումն է, ձեր պատճառով առաջացել է խնդիր, ձեր քաղաքականության, շուրջ 140,000 մարդ բռնի տեղահանվել է, 140 թիվը ոնց է ձևավորվում, նաև Հաջութի 44 օրյայի ժամանակն եմ ներառում մեջ։ Հետո ասեք, տեսեք ինչ լավ լուծեցինք այդ խնդիրը։ Բայց ձեր քաղաքականության արդյունքում էր այդ մարդիկ բռնի տեղահանվել։ Ձեր արտաքին քաղաքականության արդյունքում։ Բնականաբար մեղավորը Ադրբեջանն է, բռնի տեղահանումը իրականացրել է Ադրբեջանը, այստեղ որևէ վիճարկելու բան չկա եւ հանցագործությունը միջազգայինորեն միանշանակ Ադրբեջանի մեղքն է։ Խոսքը գնում է դրան նախորդած իրադարձություններ։ Բայց իմ մոտ սա առաջացրեց շատ հետաքրքիր նմանություն։ Երբ որ դուք այսպես կոչված սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի ժամանակ 4 հայկական գյուղ եք հանձնում, հետո ասում եք, տեսեք ինչ հրաշք պատ ենք սարքել։ Նույնն է, 140,000 մարդ բռնի տեղահանվել է Արցախից, ասում են վրանային ճամբարներ այստեղ չի եղել։ Ես դա չէի ասում, ու ես վստահ եմ, որ դուք գիտեք, թե ես ինչ էի ասում։ Էլ չեմ ասում, թե պետական մակարդակով ինչ արձագանքի է արժանանում վերադարձի իրավունքի վերաբերյալ քննարկումները։ Մեր քույրերի եւ եղբայրների վերադարձի իրավունքի, խնդրում եմ չվիրավորեք ինձ եւ ձեզ, պատերազմ եք բերում եւ այլն ձևակերպումներով, երկուսս էլ գիտենք, որ խոսքը գնում է իրավունքի բարձրաձայնման մասին։ Հիմա ինչ վերաբերում է միջազգային զեկույցների, առկա է պետդեպի զեկույց, որտեղ նշվում են բազմաթիվ խնդիրներ ժողովրդավարության, առկա են այլ զեկույցներ, Amnesty International-ներ, եթե չեմ սխալվում, խոսել, եւս մեկ միջազգային կառույցի զեկույցում են նմանօրինակ ձևակերպումները առկա։ Իսկ ձեր նշածները, որ օրինակ ԵԽԽՎ զեկույցներում դրանք չեն ներառվում, ես դրա մասին բազմիցս խոսել եմ, որ դա անընդունելի է, որ դրանք չեն ներառվում։ Անընդունելի է, երբ ոստիկանական բռնությունից հետո հրապարակվում է միջազգային զեկույց, որի մեջ գրվում է այո, ոստիկանական բռնություններ կար, բայց ներողություն եմ խնդրում այս թեման արծարծելու համար, բայց մարտի 1-ին ավելի ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել, որը սև օր է բոլորիս համար, այդտեղ որևէ քննարկելու բան չկա։ Այո, նմանօրինակ ձևակերպումները միջազգային կառույցների կողմից իմ համար անընկալելի են եւ ով դուք գիտեք, որ ես դրա մասին բարձրաձայնում եմ ոչ այդքան Հայաստանի Հանրապետությունում, ինչքան միջազգային հանդիպումների ժամանակ։ Շվերաբերվում է գնահատականներին, եթե դուք ժառանգելիս 7-րդ գումարման ժամանակ ԵԽԽՎ պատվիրակության գործունեությունը, պիտի որ իմանայիք, որ այն ժամանակ արդեն առկա էր քննարկում Հայաստանի մոնիտորինգային կարգավիճակի վերացման տեսանկյունից եւ շատ ու շատ այլ արձանագրումներ։